Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր ապրանքները, ասել են շուտով գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Ինչ է լինելու։ Էլի որ փակեց ռուսը, ես եմ շահելու։ Ինքը 18 միլիոն փող ունի ջեբը, իսիմ եմ 60,000 թոշակ սա, հաշվանդամության։ 600,000-ով գազ կփակեմ։ Ինչ է լինելու սրա վերջը, ո՞ր է։ Ես չգիտեմ, արդեն ասված գիտի։ Դե ասում են ուրիշ տեղից կգնենք, բայց այդ ուրիշ տեղն էլ դուք գիտեք որտեղ է, ու այդ ուրիշ տեղից էլ մի բանը, որ իրանց կամքով չլինի, այն բանը կփակեն, միջև հասնեն իրանց արդյունքի։ Այդ ամենը բոլորն են տերում դուք եք դրու պարտադիրավորնակ իշխող այդ քաղաքացի ասի այդ հանգացման մասին կամ իշխող բանի մասին։ Հերոստացուցը մատը հայտնում է փող չունեք ունեք կարակ ուտեք խոտկեր եք։ Ի ասած մեր ղեկավարի ասած չի։ Իսկ այս հակառուսական քաղաքականության մասին ինչ եք մտածում։ Ռուսը չլի ով են սրանք։ Այս որ վերենգած է ռսի դեմ։ Այսա որ գազը սարքեց 600-700 դոլար։ Ինչ տյանեն։ Այս հլա ամառա սսկված են, վերենգած են տեղները։ Բայց որ հեսա բան եղավ։ Ձմեռն եկավ, գազը չտվեց։ Կարող է համի գազը տա։ Հենց այս ձևի շարունակվեց ձմեռվա մոտ արդեն կթանկացնի։ Եվ վաղտի ինչ տյանեն։ Երեք ես իմ սաղ ծանոթներին, ընկերներին բոլորին կոչ եմ արել համիգմանից փեդի զակատով գարեք, որտեվ գազ չի լելու։ Կամ բդիլի ենքան թանկ դիլի, որ չպդի կարենակ, տակից դուզ գակ։ Քանի եթա ավելի ավադանալու։ Եթե Ռուսաստանից ծորին չկա, մենք ինչով ենք կապելու։ Ախր, գիտեք ինչ, որ խոսում եմ այսպես, որոշ մարդիկ ասում են ռուսաստրուկ։ Եղբայր չկա ռուսաստրուկ, այդպես հասկացողություն չկա, կամ եվրոպական ստրուկ չկա, սիմա, կա սեփական ժողովուրդ, սեփական երկիր եւ դրա ապրելու ձև։ Ինչ ռուսաստրուկի մասն է խոսքը։ Ես ոչ մեկին էլ չեմ սիրում։ Ես սիրում եմ իմ ազգին, եւ ես ուզում եմ, որ ազգը կարողանա գտնել ճանապարհը, իր ճանապարհը։ Եթե մենք չկարողանանք աշխարհում մենք ոչ մի բարեկամ չունենք։ Ով գալիս է այստեղ, գալիս է զուտ իր շահերի համար։ Ոչ մեկը առանց շահի այստեղ չի մտնում։ Իսկ մենք թվում է թե այս Ամերիկան, կամ Ֆրանսիան, կամ Թուրքիան կգան եւ Հայաստանը կծախեն։ Այդպես չի։ Պետք է կարողանանք համադրել շահերը, Հայաստանի շահերը եւ այն երկրների շահերը, որոնց շահերը մեզ հետ համընկնում են։ Եթե դու իմ ձեռը չբռնես, ես քո ձեռը խիտնի բռնում, չհասկացա։ Մեր հարևանը ռուսն է, ով ինչ ուզում է երկի իմ կարծիքն է։ Ոչ Ամերիկան, Ֆրանսիան են գալու քեզ օգնել։ Ռուսը պատմությունը ցույց է տվել, թրքից է թրքեց, էս արեց, այն արեց։ Հա, բա ռուսը իր սահմանն է պահում։ Փողա տալ այդ կամ զինվորա պահում բան անում։ Էլի մեր սահմանն է պահում, մտում, բայց այդ չէ, մեր սահմանը իր համար է սահման։ Ռուսը որ զորքը հանի տանի սահմանի վրից, ինչ է զանելու։ Հիմա որ կանգնենք ասենք, որ Պուտինն ախմախմորդ է, հիմարություն կլինի։ Փաստացի այսօրվա վիճակով սա ղելացների միջից երևի ոչ թե երևի, այլ հաստատ ամենագրագետ անձնավորությունը Պուտինն է։ Սա աշխարհը թափելավեր են։ Ինքը եկավ այս սոված երկիրը, Ռուսաստանը ավիրված երկիր է լրիվ։ Սարքեց Սվերտ Ջերջավա։ Հայաստանի ղեկավարը Իրանից ինչ է ներկայացնում, որ ինքը կարողանա Պուտինի վրա մատ թափտա։ Մտածեք, Պուտինը որ թքեցել Հայաստանի ջնջվելը աշխարհի երեսի։ Յանը ինչ է։ Հետո այսօրվա վիճակով որ կայանում այդպես բաներն ամ ռուսներին են կապել։ Սխալանը Պուտինը որ գազը կտրի բա։ Թող կտրի հայերն իրար ուտեն։ Ճիշտ անեմ։ Գիտես որ մի մարդ քեզ օգնում է, քեզ լավություն անը մի բանով քու տնտեսական պայմանները ձգտում է որ լավը լինի։ Դուք շնորհակալ ես այդ մարդուն։ Դու ուզում ես քեզ քո ընտանիքին ձերի պահեն էսանյան, բնականից քեզ դրանց երեսի։ Ոչ թե Ով է ծախել։ Պուտինը։ Ինչով է ծախել Պուտինը։ Փաշինյանը կայնված այդ Ղարաբաղ Ադրբեջանի մասը, ինչ ասի այդ հայվանը։ Պուտինն ինչ ասի։ Ինքը պետության ղեկավարը, գիտես, ես ու դու ինչ եք մտածում ուրիշ է։ Բայց իր ասելուց հետո որ Պուտինը կաներ մի բան ասել, սա կանելու ասել, արա այդ պետության ղեկավարը, Հայաստանի ղեկավարն ասել, որ դա Ադրբեջանին է։ Դու ինչ ես կանի ուրիշ բաներ խոսել։